Այնքան ուրախ եմ, որ այստեղ եմ, ես ինձ տանն եմ զգում, հարազատ վայրում, գիտես, ձեզանից շատերին ճանաչում եմ, ձեզանից շատերի ընտանիքները գիտեմ, անձնական կյանքը գիտեմ, և գիտեք, իրականում պատիվ ա մեծ համար, ուզում եմ շնորհակալություն ասել Հովիվ Արմինե ջան, այս հնարավորության համար, որ կարող ենք այստեղ լինել, ծառայել ձեզ, գիտեք, ովքեր որ չգիտեն, Հովիվ Մհերը հիմա մեկ այլ վայրում ա ծառայության, թող Տերը օրհնի և խոսք դնի, որ այն ինչի համար, որ կանչել ա, իր խոսքի միջոցով օրհնություն բերի այդ ժողովրդի մեջ, ամեն։ Ամեն սիրելիներս, իրականում գիտես կանգնած էի այստեղ և փառաբանում էի, երկրպագում էի, աղոթում էի, խոսում էի Տիրոջ հետ ու հիշեցի այն ընթացքը, որ դուք անցել եք, այն ընթացքը, որ կամ միգուցե միասին, իրար հետ միասին, այս ձեզանից շատերը իհարկե, այստեղ, այս քաղաքում իրար հետ միասին անցել ենք, գիտես հիշեցի առաջի հովիվներին, գիտեք, ովքեր որ չգիտեն, Հովանես Բեկչյանը, հա, ով շատ մեծ ընտանիքով, շատ մեծ ներդրում ունի այս եկեղեցու կյանքում, այս քաղաքում, ինքը այս քաղաքից էր, հիմա մարզերից մեկում լավ ծառայություն են բարձրացնում, եկեղեցի են, չգիտեմ ովքեր որ կապ ունեն, լավ եկեղեցի են բարձրացնում, սենց օրհնված, գիտես, Աստված ամեն ինչ գիտի։ Եվ գիտես կանգնած էի ու մտածում էի, ասում էի Աստված երազանք ունի այս եկեղեցու համար, Աստված ծրագիր ունի այս եկեղեցու համար եւ ոչ մեկ ու ոչ մի բան չի կարող կանգնացնել Աստծո այդ ծրագիրը այս քաղաքի համար, այս եկեղեցու համար, ամեն, լինելու լույս, աղ եւ լույս այս տարածաշրջանում, ամեն։ Եվ գիտես անցնում է ժամանակ, հիմա հովիվները, ես շատ եմ սիրում ձեր հովիվներին, Հովիվ Մհերը, Հովիվ Լուսինեն, իրանց ընտանիքը յուրահատուկ իմ ամենամտերիմ ընկերներիցս մեկն են, ում հետ որ մենք ընտանիքներով ընկերություն ենք անում, մտերմություն ենք անում, և գիտես ես էլ ինքս ձեր հովից շատ բան եմ սովորում, շատ իմաստուն հովիվ ունեք, շատ խելացի, ես սենց երբեմն զանգում եմ, ասում եմ Հովիվ Մհեր, այս բանի կարիք ունեմ, այս խոսքի կարիք ունեմ, մենք խոսում ենք իրար հետ և ասեմ, որ լավ հովիվներ ունեք, չգիտեմ գոհ եք, գոհ չեք, լավ ա, լավ չի, չէ լավ ա, փառք Աստծուն, հիմա սենց տեսնում արդեն իրական ժպիտ եկավ ձեր դեմքին, սիրելիներս այսօր խոսք ունեմ և հավատում եմ, որ այսօրվա խոսքը օրհնություն կլինի քո կյանքի համար և ուզենամ, որ դու շատ ուշադիր լինես, որովհետև գիտես Աստծո խոսքը ասում է, երբեմն նման տեղեր կա, որ ասում է, Տերը մեկ անգամ խոսեց և ես երկու անգամ լսեցի, որ մենք բաց չթողենք այն խոսքը, որ Աստված ունի մեր կյանքերի համար, որովհետև ես գիտեմ, որ և Տերը նույնպես գիտի, Սուրբ Հոգին գիտի, որտեղ Սուրբ Հոգին սրտեր և երիկամուկներ քննող Աստված է։ Ինքը գիտի, ինչի համար ենք մենք այսօր այստեղ։ Եվ գիտես, պարզ է, որ մենք եկել ենք Աստծուց խոսք ստանալու մեր կյանքի համար, հա, կա մարդ, որ ուղղակի քանի որ Կիրակի է դրա համար եկել է։ Չէ, մենք եկել ենք Աստծուց խոսք ստանանք, ամեն, ով է սպասում ով եկե։ Գիտես երբեմն ասում ես կեսը կամ ոմանք, հիմա բայց բոլորը ձեր բարձրացրեցին, ինչ լավ է, բոլորս եկել ենք սպասումով, ու թող Տերը այսօր բավարարի, լրացնի քո սպասումը, ու դու Աստծուց խոսք ստացած, սենց բռնած ուրախությունով գնաս տուն, եթե դու այս դահլիճից դուրս գաս ուրախությունով, ես կասեմ Տեր, շնորհակալ եմ, որովհետև ինչի համար, որ դու ինձ կանչել ես, ստացվեց, որ դու ուրախությունով գնաս այստեղից, ամեն, բայց դե տեսնենք Տեր ինչա պատրաստել մեզ համար, սիրելիներ թեման, որ պատրաստել եմ և ուզում եմ այսօր քեզ հետ կիսվել, վերնագրել եմ այսպես, չիրականացված երազանքներ, խոսել եմ երազանքների մասին, գիտես, մեր կյանքի տարբեր տարիքում մենք երազանքներ ենք ունեցել, համաձայն ես, և միգուցե մինչև հիմա էլ ունենք, գիտես, երբ որ փոքր ես, ինչ-որ բաներ ես երազում, հետո դեռահասության տարիքում, ինչ-որ բաներ ես երազում, հետո երիտասարդության տարիքում, և գիտես, հետաքրքիր այն է, որ այս կյանքի ընթացքում մարդու երազանքները փոխվում են, և գիտես ծրագրեր ենք ծրագրում, ինչ-որ բաներ ենք մտածում, և գիտես բաներ կա, որ
գալիս է մեր կյանք Աստծուց։ Երազանքներ կան, ծրագրեր կան, որ մեր կյանք գալիս է Աստծուց։ Գիտես, երբ որ ես աշխարհում էի ապրում, ես իհարկե ունեի ծրագրեր, ունեի երազանքներ, նպատակներ, բայց հենց եկա Աստծուն, վայ քույրս Աստված օրհնի։ Ինչ լավ է քեզ տեսա ստեղ։ Էս դու ստեղ ինչ ես անում, դու ստեղ ես, հա, ստեղ ես ապրում։ Տեղափոխվել եք, ստե, վայ ինչ լավ է։ Զարմացա, հենց դեմքը տեսա, զարմացա մի անգամից են։ Լավ, սիրելիներս, շարունակեմ, ուրախ եմ, շատ ուրախ եմ, որտեղ սենց ամեն մեկից որ տեսնում եմ, սենց մի բան հիշողության մեջ մի բան արթնանում է։ Լավ, շարունակենք։ Գիտես, Աստված նույնպես ունի երազանքներ մեզ համար, եւ գիտես, երբ որ ես եկա Աստծուն, իմ կյանքը կարծես թե 180 աստիճան փոխվեց եւ սկսեց իմ կյանք գալ Աստծո երազանքները։ Եվ ես սկսեցի իմ երազանքները կապել Աստծո ծրագրերի հետ։ Որովհետև մեկ բան է, որ մարդ իր կյանքում, աշխարհի կյանքում ունենում է ծրագրեր, երազանքներ, ինչ-որ նպատակներ, իր առաջ ինչ-որ նպատակ է դնում, ուզում է հասնի այդ նպատակին, եւ գիտես կյանքի վերջում, երբ որ խոսում ես տարեց մարդկանց հետ, գրեթե բոլորն ասում են, երբ որ իմ կյանքը հետ տան, ես այդպես չէի ապրի, դա նշանակում է, որ շատ ծրագրեր, երազանքներ կիսատ են մնում կամ չեն կատարվում եւ մարդկանց կյանքում, մեծահասակների կյանքում, աշխարհիկ մեծահասակների կյանքում գալիս է հիասթափություններ, բայց գիտես գալով Աստծուն հետաքրքիր է, որ Աստված սկսում է երազանքներ դնել մեր սրտի մեջ։ Աստված սկսում է մեզ հետ համագործակցել եւ մեզ ծրագրեր տալ, որն է Աստծո երազանքը մեր կյանքի համար։ Աստծո երազանքը մեր կյանքի մեջ դա այն նպատակն է, այն ապագան է, որ Աստված ուզում է քեզ տեսնել այդ դրա մեջ։ Ուզում նորից ասեմ, Աստծո երազանքը մեր կյանքի մեջ դա այն ապագան է, որի մեջ Աստված ուզում է որ քեզ տեսնի։ Եվ գիտես, տարիների ընթացքում Գիտես, այո, մենք երազանք ենք ունենում Աստծուց երազանքներ, բայց լինում այնպես, որ մենք, եթե ես հարցնեմ, արդյոք մեր բոլոր երազանքները կամ այն երազանքները, որ Աստծուց են կատարվել են, միգուցե շատերը ձեռք չբարձրացնեն։ Որովհետև գիտես, երբ որ դու Աստծո մեջ ես, գիտես, սկսում ես հավատալ, ուժեղ առաջ գնալ, ինչ որ բաներ փոխվել, բայց գալիս է ժամանակ, որ դու տարբեր պատճառներով միգուցե հիասթափվում ես, միգուցե հոգնում ես, միգուցե մոռացվում են այն երազանքները, որ դու ունեցել ես Աստծո մեջ։ Բայց Աստված չի մոռացել։ Աստված գիտի, եւ այսօր ես ուզում եմ սիրելիս խոսել այդ երազանքների մասին։ Գիտես, Աստված ինքը նույնպես ունի երազանք։ Աստծո երազանքներից մեկը դա եկեղեցին էր, որ Աստված ուզում էր տեսնել այս երկրի վրա։ Եվ Քրիստոսը այդ երազանքների, գիտես, կարծես թե իրականացնողն էր, որի պատճառով պետք է լիներ եկեղեցին։ Աստծո խոսքը ասում է, որ Հիսուսն ասում է, ես կկառուցեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն կարող հաղթել։ Բայց երազանքները կատարվելու համար կա ընթացք, ճանապարհ, որ պիտի անցնեն։ Եվ այսօր նույնպես ես խոսելու եմ այդ ճանապարհի մասին, որ շատ անգամ շատ քրիստոնյաներ ճանապարհ կա, որ իրենք չեն ուզում անցնել։ Իրենք ուզում են այդ երազանքը, այդ Աստծո ծրագիր իրենց կյանքում, այդ նպատակը, տեսիլը իրենց կյանքում իրականանա, բայց իրենք չեն ուզում այդ ճանապարհով անցնել։ Իսկ դու գիտես, որ Հիսուս Քրիստոսը սենց ուրախությունով չընդունեց այդ ճանապարհը։ Աստված ուզում էր երկրի վրա ունենալ եկեղեցի, ծնվեր եկեղեցին այս երկրի վրա, դա փրկության ծրագիր էր, դա մեր կյանքի համար, որ մենք Աստծո հետ հավիտենական կյանք ունենանք, դա Աստծո ծրագիրն էր այս երկրի վրա, բայց այն հեշտ ճանապարհ չէր, բայց այն, գիտես, ինչ որ այնպես չէր, որ ամեն մեկը կուզենար այդ ճանապարհով անցներ, դա խաչի ճանապարհ էր։ Եվ Հիսուսը ասեց, ես կանցնեմ, որովհետև այնպես չէր, որ Հիսուսը ուզում էր այդ ճանապարհը անցնել եւ գիտես այն փափագում էր այդ ճանապարհով անցնել։ Ոչ, որովհետև Հիսուսը ասեց հետեւյալ խոսքերը. Հայր, եթե կարելի է, այս բաժակը հեռացրու ինձանից։ Բայց թող քո կամքը լինի։ Հիմա պատկերացրեք մարդը, որ Աստված մարդու կյանքի համար ունի երազանքներ, ծրագրեր ու նպատակներ, եւ Աստված ուզում է, որ քեզ անցկացնելով այդ ճանապարհը
քո կյանքի մեջ բերի օրհնություն եւ այդ երազանքի իրականացում։ Եվ գիտես այդ ճանապարհը անցնելու, բայց մարդը ասում է, բայց ինչի այս բանը, մարդը սկսում է փնթփնթալ, մարդը սկսում է դժգոհել, մարդը սկսում է ասել, բա եթե Աստված երազանք ունի, չէ որ ես երազանք ունի, եթե Աստված ծրագիր ունի իմ համար, բա ինչի եմ ես հիմա այս դժվարության մեջ։ Կամ մարդ որ դժվարության միջով անցե, կամ անցնում։ Շատերս գիտես ձեր կողքերը երանելի մարդիկ կան նստած, ովքեր որ ձեռ չբարձրացրեցին, իրանք դժվարություն չեն անցնում։ Չէ այդպես, հա։ Գիտես ամեն մեկս ենք դժվարության ճանապարհով անցնում, բայց այսօր ես ուզում եմ քեզ խոսք փոխանցել։ Ինչի այդպես։ Ինչի պիտի մենք անցնենք այդ դժվարության ճանապարհով։ Գիտես շատ անգամ երբ որ ես եկա Աստծուն, մեր կյանքի մեջ դժվարությունները սկսեցին, որտեվ այնպես չէր որ մեր կյանքը այդպես էր, այնպես չէր որ մեր կյանքը շատ վատ էր, մենք սենց ինչ որ անելանելի իրավիճակի մեջ էինք, վատ կյանքի մեջ էինք ու եկանք Աստծուն ու Աստված սկսեց մեզ օրհնել ու ամեն ինչ փոխվեց, այդպես չէր, հակառակն էր, մենք շատ կարծես թե լավ ճանապարհի մեջ էինք, լավ ընթացքի մեջ էինք, գիտես եկանք Աստծուն ամեն ինչ քանդվեց։ Մեզանից ամեն ինչ վերցրեցին, նույնիսկ մեր ընկերներին, աշխատանք, ամեն ինչ մեզանից վերցվեց։ Եվ գիտես ու մենք սենց կանգնեցինք, ու էլ ոչ մի բան չունենք, մենք էինք, ես եկինս էր, երեխաս էր, այդ ժամանակ աղջիկս ծնված էր, եւ եկեղեցին էր, ուրիշ բան էլ չունեի, ամեն ինչ կարծես իմ ձեռքից վերցրեցին, իսկ ես այդ ճանապարհին, այդ տեղը հասնելու համար բավականին ճանապարհ էի անցել։ Երկար ժամանակ սովորել էի, որ այդ գծով գնայի, աշխատեի, եւ գիտես կարծես թե նոր սկսում էր իմ այդ կարիերայի բարձրացումը, հա, ծառայության մեջ։ Ու գիտես հանկարծ ամեն ինչ կորցրեցի։ Ու գիտես ու ինձ ասում էին, գիտես դու Աստծո երազանքի մեջ ես։ Ես էլ մտածում էի, դե եկա Աստծուն, ուրեմն պետքա ամեն ինչ լավ լինի, որտեվ գալիս է եկեղեցի, ասում են Տերը, քո հետ է, Տերը քեզ կօգնի, ամեն ինչ լավ կլինի, Աստված կօրհնի քեզ։ Ու գիտես, բայց ես հակառակն էի տեսնում։ Ու ես չգիտեի ում ասեի, բա ինչի այսպես։ Բա գալով ասում, գիտես, բայց միգուցե դու չես տեսնում ամբողջ պատկերը, որ Աստված ունի քո կյանքի համար, բայց ինքը գիտի, ինքը տեսնում է։ Ինքը միգուցե սենց քաղցր մի քանի բաներ է քեզ գցում քո սրտի մեջ, բայց այն վերջնական պատկերը, որ Աստված ունի քեզ համար, պատրաստած։ Եվ Աստծո խոսքը ասում է այն, որ Աստված սկսել է քեզանում, իսկ Աստված քեզանում գործ է սկսել, կհասցնի ավարտին։ Գիտես, ամենա սենց ուրախալին որն է, որ Աստված ասում է, ես մենակ ծառայողների համար չունեմ երազանք, հա, սենց միայն ծառայողների համար ունի երազանք, մնացածի համար էլ երազանք չունի, որ մեկը, որ սենց շատ ակտիվ է ծառայում է, Աստծուն, իր համար երազանք ունի, իսկ մյուսների համար Միջև ծառայող չդառնաս, Աստված քո համար երազանք չի ունենա։ Այդպես չի։ Աստծո խոսքն ասում է, որ Տերը ամեն մեկիս համար ունի ծրագիր։ Ամեն մեկիս համար ունի ապագա, ունի նպատակ։ Միգուցե մենք չենք տեսնում։ Լավ հարց տամ քեզ։ Կա երազանք, որ չի իրականացել քո կյանքում։ Որ սենց կուզենայիր, որ սենց աղոթել ես, որ այդ երազանքը իրականանա, դու հաստատ գիտես, որ դա Աստծուց քո կյանքի մեջ երազանք է, բայց դեռ չի իրականացել։ Հա, այդպես կարող է լինել, կա։ Ու հետո մոռացել ես կամ հիասթափվել ես, կամ ասել ես այս բաները, այս իրավիճակը, կամ ես այս վայրում չլինեի, ապրելը, չգիտեմ, տեղը, վայրը, մարդիկ, ու սկսել ես դժգոհել այդ մարդկանցից, որ նրանք պատճառ են, որովհետև քո երազանքները չեն իրականանում։ Լսի, Աստված ամեն ինչ գիտի։ Ես քեզ պատմություններ կպատմեմ հիմա Աստվածաշնչից, ու դու կհամեմատես քեզ ու կասես Տեր, ես երանելի եմ։ Հələ ինչ լավ է, որ ես այդ մարդկանց նման չեմ։
Գիտես մենք Հիսուսին անընդհատ ամեն օր, ամեն ժամ շնորհակալություն ենք հայտնում, որովհետև ինքը համաձայնվեց այդ ճանապարհը անցնելու, որ այդ երազանքը իրականանա։ Պատկերացնում ես, մեկը քո համար պատրաստ էր ճանապարհ անցնելու, որ այդ երազանքը իրականանա, բայց քո երազանքի համար դու պատրաստ չես ճանապարհ անցնելու։ Դա արդարացի է։ Հիսուսը քո փրկության համար, մարդկության փրկության համար պատրաստ էր այդ ճանապարհը անցնելու։ Բայց մարդիկ կան, որ պատրաստ չեն։ Գիտես Աստծո երազանքը քո կյանքի համար Աստված ծրագիր ունի։ Ծրագրավորված նպատակ է քո կյանքի համար, որ Աստված պատրաստել է։ Գիտես երազանքը ունի երկու նպատակ։ Քո կյանքի համար գործ ունի, երազանքը ինչ որ բան է փոխում քո կյանքի մեջ, եւ այն ունի երկու նպատակ՝ օգնելու քեզ ինչ որ տեղ հասնելու։ Առաջին նպատակը գիտես որն է, որ քեզ տա պատկերացում։ Ինչ է ուզում Աստված անի քո կյանքի համար։ Աստված քեզ տալիս է պատկերացում, թե ինչ է ուզում անի քո կյանքի համար։ Եվ երկրորդը օգնելու քեզ, որ դու հասնես այդ երազանքին։ Որովհետև Հիսուսը ասեց. առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Հիսուսը ուզում է օգնի ինձ իմ կյանքի մեջ երազանք, այն երազանքը, որ Աստծուց դրված է իմ կյանքի մեջ, Աստծուց եկել է իմ սրտի մեջ, այդ երազանքը իրականանա։ Գիտես հետաքրքիրը որն է, որ դա այնպես չի, որ դու պետք է այնքան լավը լինես։ Այո, Աստված ուզում է, որ դու շատ լավը լինես, բայց այնպես չի, որ դու քո երազանքի իրականացումը պետք է վաստակես։ Այսինքն, այն երեխաներ կան, չէ, որ ծնողն ասում է խելոք մնա կոնֆետ կտամ։ Հատ կան այնց երեխաներ, եղել են, հա մենք ասել ենք, թե չենք ասել։ Մեզ այդ կոմունիստական դաստիարակությունն է, մեծերը կհասկանան այդ ինչա։ Հիմիկվա երեխեք հետի չեն հասկանում ինչա։ Այդ մենք կոմունիստական հասարակության զոհ ենք, հա, շատերս։ Մի հատ տենց հումորային բան կար, չէ։ Տեսահոլովակ կա, որ ռոլի կա, որ ասում է, եթե քո կյանքում այս բաները եղել են, ուրեմն մի քայլ առաջ արի ու պապան մնում է կանգնած։ Այդ եւ որ նայեցի ասում ես կոմունիստական հասարակության զոհ ենք մենք եղել, բայց ինչևից է։ Աստված վերադառնամ թեմային, Աստված նպատակ ունի մեզ համար։ Ամեն, Աստված ծրագիր ունի մեզ համար եւ դա այնպես չի, որ դու պետք է քեզ սենց զգաս պահես, որ Աստված դա կատարի։ Ոչ, դու ունես քո բաժինը։ Գիտես կան երկուսը, ովքեր կարող են խանգարել այդ նպատակի իրականացմանը քո կյանքում, Աստծո ծրագրերի իրականացմանը քո կյանքում։ Գիտես մեկը այո մենք գիտենք, սատանան է։ Ինքը ամեն ինչ կանի, որ Աստծո երազանք, Աստծո ծրագրերը այն մեկ որ եկել է քո կյանքի մեջ չիրականանա։ Ինքը ամեն ինչ ուզում է անի։ Բայց Աստծո խոսքն ասում է սատանան ոնց որ մեր եղբայրն էր ասում քիչ առաջ, սատանան պարտված է։ Սատանան խայտարակված է, պարտության Աստված իրեն մատնե։ Եվ գիտես, ինքը ինչով կարող է հաջողություն ունենալ մարդու կյանքում, երբ որ գալիս է ու սկսում է քեզ փսփսալ ականջիդ, որ դու լավը չես, որ դու այդքան էլ լավը չես, որ քո մոտ չի ստացվի, որ միևնույն է ինչ ուզում ես արա մեկը այդ երազանքը չի իրականանա։ Ինչ երազանքի մասին է խոսքը, հələ դու քեզ նայի։ Գիտես սատանան սկսում է փսփսալ, բայց դրա դեմ ես հիմա կասեմ ինչ ենք անելու։ Երկրորդ ով է խանգարում։ Մենք։ Երկրորդը որ կարա խանգարի դա մենք ենք, որ ես կարամ խանգարեմ իմ անվստահությամբ, իմ թերահավատությամբ եւ իմ նախաձեռնությամբ, որ ես ինքս փորձում եմ ինձ օգնել տարբեր բաներում։ Գիտես, պարտված մարդը ով է համարվում։ Ես այնքան
նայում եմ այս բաներին ու տեսնում եմ, որ գիտես, երբ որ մարդը ասում է, ես ստիպված եմ այս քայլի գնում, դա պարտված մարդու վարք է։ Օրինակ, ես լսել եմ մարդկանցից, որ ասում է, ես ստիպված 10-րդը օգտագործում եմ, պարտված մարդ է։ Արդեն պարտված է։ Այդ մարդը դատապարտված է պարտության։ Ես ստիպված եկեղեցի չեմ գնում, որովհետև այս բաները կա։ Ես ստիպված եմ այս անելու, այսինքն ստիպված Աստծո խոսքին արած ցանկացած հակառակ քայլ տանում է դատապարտված է պարտության։ Ես ստիպված ժամանակ չեմ գտնում Աստվածաշունչ կարդալու։ Ստիպված եմ, որովհետև շատ եմ աշխատում, որովհետև շատ եմ հոգնում։ Այդ մարդը արդեն պարտված է։ Ոչ թե կգա ժամանակ, որ այդ մարդը կպարտվի, արդեն պարտված է։ Որովհետև ցանկացած, նորից եմ ուզում ասել, ցանկացած արարք, որը որ հակառակ Աստծո խոսքին, ու ես ստիպված պետքա դա անեմ, դատապարտված եմ պարտության։ Բայց Աստծո խոսքը ասում է, երբ որ ասում է քաջացիր, որովհետև ես հաղթել եմ արդեն, եւ այդ հաղթանակը տվել եմ ձեզ։ Եվ երբ որ ես այդ ճանապարհի ընթացքի մեջ, որովհետև մենք, այսպես ասեմ, մենք այդ կետից դուրս ենք եկել ճանապարհ։ Չէ, հիմա մեզանից ոմանք օրինակի համար, հա, այսպես ասեմ, մեզանից ոմանք 2 քայլ են առաջ անցել, ոմանք եկել են այստեղ, ոմանք այստեղ, բայց մենք պիտի հասնենք այնտեղ։ Ամեն մեկս մեր կյանքի ընթացքի մի փուլում ենք գտնվում, որովհետև մենք սկսել ենք, երբ որ մենք Հիսուս Քրիստոսին ընդունեցինք մեր կյանքի մեջ Տեր ու Փրկիչ, մենք այդ պայից սկսեցինք մեր կյանքի ընթացքը։ Եվ այդ կյանքի ընթացքում այդ ճանապարհը, որ ես ու դու իրար հետ միասին անցնում ենք Տիրոջ հետ, մեր նպատակն է, Աստծո նպատակն է մեզ հասցնել այն ապագային, որ պատրաստել է մեզ համար։ Ամեն։ Եվ դա հեշտ ճանապարհ չի, սիրելիս։ Այո, դա դժվար ճանապարհ է, բայց սրա մեջ մենք չպետք է հանձնվենք։ Խնդրում եմ, կարող ես հիշել բոլոր այն երազանքները, որ Տերը դրել է քո սրտի մեջ։ Գիտես, երբեմն դա է գալիս աղոթքի միջոցով, երբեմն դա գիտես գալիս է խոսքի միջոցով, ծառայության մեջ, կամ միգուցե դու ինչ-որ առօրյա հոգսերի մեջ, գործերի մեջ ես ու մեկի հանկարծ Աստծուց խոսք է գալի քո ապագայի համար։ Ամեն մեկի կյանքում Աստծո երազանքները, այդ ծրագրերը տարբեր կերպ են գալիս, բայց այն քեզ համար օրհնություն լինելու համար է։ Այն քո օրհնության համար է։ Ամեն։ Եվ գիտես, ուզում եմ հիմա դու մտածես, ինչ երազանքներ ես ունեցել Տիրոջից։ Ուզում եմ նորից վերնագիրն ասել, չի իրականացված երազանքներ։ Երազանքներ, որ ունեցել ես, բայց դեռ չի իրականացել։ Աստված քո համար պատրաստել է, բայց դեռ դրանք կատարված չեն։ Ուզում եմ հիմա դու հիշես, հիմա դու մտածես։ Գիտես, կարող ես, այո, ես ուզում եմ, որ դու համարձակվես ու մտածես։ Ինչ երազանքներ ունի Աստված քո համար։ Ինչ ես ուզեցել ու դրանք չեն կատարվել կամ մոռացել ես։ Գիտես, այո, ես գիտեմ, կար ժամանակ, որ մենք բոլորս ապրում ենք այդ երազանքներով, մենք դրանց մասին խոսում ենք, դրանց համար աղոթում ենք, բայց անցնում է ժամանակ, դու կամաց սկսում ես լռել, էլ չես բարձրաձայնում, սկզբից մտածում ես, հետո ասում ես, դե լավ, ու էլ չես մտածում։ Դա ծանոթ երևույթ է։ Բայց Տերը չի մոռացել։ Տերը քո համար երազանք ունի։ Երեմիա 29:11 Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդներ եւ ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան եւ հույսը։ Աստված քո համար խորհուրդներ ունի, Աստված քո համար երազանքներ ունի, եւ գիտես, այնպես չի, որ եթե քո կյանքում կան երազանքներ, ծրագրեր, նպատակներ, որոնք որ դու մտածում ես, դե դու կկարողանաս դրան հասնել, ես քեզ կասեմ, դա այդքան էլ Աստծուց չի։ Դա միգուցե մարդկային մտքից է։ Աստծո ծրագրերը, Աստծո երազանքները մարդու
հնարավորություններից ավել են։ Որովհետև շատ անգամ մենք մտածում ենք մեր կարողության չափով, բայց Աստված ավելին ունի, Աստված ավելին ունի ամեն մեկիս համար, Աստծո երազանքները կարծես թե անհասանելի են։ Գիտես, ես հիմա խոսում եմ քեզ հետ ու սենց ներսումս մի հատ բան կա, որ ուզում եմ ասել քեզ։ Այնպես ուժեղ տեսնում, որտեվ ինչ խոսում եմ, այդ սենց անընդհատ ներսս ձայն է հանում։ Ուզում եմ հիմա դա բարձրաձայնեմ։ Մեր մեջ կան մարդիկ, ովքեր տենց էլ երազանք չունեն։ Ու հիմա իրանք մտածում են, բա ո՞րն է այդ երազանքը, այդ ինչ երազանք է։ Եվ գիտես, միգուցե այսօր գա այդ երազանքը քո կյանքի մեջ։ Հա դու հասկանում ես ինչ եմ ասում ես, որտեվ ես հենց հիմա ինչ-որ մեկին խոսք եմ ուզում խոսել։ Միգուցե դու մտածում ես, դե հա կյանքը ապրում ենք, ինչ երազանք, դե եթե Աստված անելու է կանի էլի, դե թող Աստծո կամքը լինի, սրանք բոլորը իս արտահայտությունները լղոզված արտահայտություններ են, որովհետև եթե դու դուրս ես եկել ճանապարհ ու չգիտես ուր ես գնում, ու դու գնում ես այդ ճանապարհով ու ասում ես, դե թող Տերը Տեր, դե դու տար ինձ, ուր էլ տանես, դու վատ տեղ չես տան, ինձ տար, այդպես չի։ Աստված ուզում է դու կոնկրետ իրանից խոսք ստանաս քո կյանքի համար, որ դու համարձակվես, երազես։ Հիմա եթե ես քեզ ասեմ, կարաս ինչ-որ մի գործողություն անես, միգուցե դա դժվար լինի քո համար, բայց ուզում եմ հիմա քեզ մի խոսք ասել։ Դու կարող ես այսօր, հիմա, հենց հիմա, ուղղակի մտածել։ Հա մտածելը կարելի է թե չէ, կարելի է մտածել։ Իսկ մեր մտածելը դա ինչ սահմանափակված է, դժվար է մեզ մտածել։ Հիմա օրինակ ես կարող եմ սենց մի հատ անհասանելի բան մտածեմ։ Հա կարող եմ մտածել։ Ես սենց հիմա այս պահին միանգամից իմ մտքով եկավ մի հատ ինքնաթիռ ունենամ։ Չգիտեմ ինչի եկավ։ Ես ազնիվ եմ քո հետ։ Հա հիմա ես միգուցե մտածեմ ասեմ, հա դե այս Հայաստանում մի հոգի երկու հոգի հազիվ տենց բան ունենա, ոնց կարող եմ տենց բան, իմ մտքովս անցավ, հիմա մեղ կա մտածելը, մեղ կա երազելը, չէ, հիմա ես երազեցի, մտածեցի, երազեցի, մտածեցի, մտքից դա եկավ, հիմա ես կարամ մտածեմ, որ Տեր ինձ օրհնում է, ես գիտես որոշ ժամանակ առաջ մենք Հայաստանի տարբեր մարզերում ծառայություններ ենք անում ու երբեմն այդ ճանապարհը այնքան տհաճ է լինում, այդքան երկար ճանապարհ գնաց եւ գիտես ծառայողներով մենք խոսում ենք, որ կուզենայինք մի հատ ուղաթիռ լիներ, այդ ուղաթիռը մեզ sense բարձրացներ, տեղափոխել, կես ժամից լինես այն քո ուզած տեղում, 40 րոպեից լինես, ասենք, Մեղրիում։ Հա, լավ է, չէ՞։ Կինս տարապացա, տուժացա դրանից, դե համար ասում ընտիրա, որտեվ իրար հետ ենք անում այդ ամենը։ Հիմա դու կարող ես երազել մի բան, որ շատ կուզենայիր, որ դա լիներ ու դու համոզված ես, որ դա Աստծո կամքն է։ Կարա դա լինի բիզնեսի հետ, գիտես, երբեմն մենք սենց կրոնական մտածելակերպ ունենք, ես բանը ունենամ շատ խմբակներ, դե Աստծո կամքն է, կամ, չգիտեմ, եկեղեցին ծառայություններ, խնդրում եմ, մի հատ հələ քո մասին, մի հատ հələ մտածի, որովհետև դու օրհնվես, եկեղեցին կօրհնվի, որովհետև դու տառապես, եկեղեցին կտառապի, դրա համար եկեղեցին էլ, հովիվն էլ հաստատ, մեղք չի, որ ինչ-որ բաներ երազես, ինչ-որ բաներ մտածես, հեշտ է թե չէ, պարզ եմ խոսում, այսօր դուք սենց, ես տեսնում, դուք այսօր կարաս ազատագրվես, ուղղակի սենց ազատ լինես, հիմա բիզնեսի հետ կապված, դու կարաս երազես մեծ բիզնես ունենաս, կարող ես երազել, կարող ես, ինչա դուք ասես, դե չէ, դե պետք է մի քիչ հոգևոր բաների մասին, լսի, կարաս երազես, օրինակ, քո երեխան սովորի մի հատ նենց տեղ, որ անհասանելի է, ինչ-որ գնա բանը, չէ, սենց մենք միշտ մտածում ենք, չէ, Օքսֆորդի համալսարան, դե մեր համար չի, կամ Քեմբրիջ, չգիտեմ, մեր երեխեքի չի, կարաս երազես, Աստված կարա ունի։ Կարաս երազես նենց մի հատ ընտանիք ունենաս,
որ սենց բոլորը ձեզ մատով ցույց տան, ասենք սենց, չգիտեմ, յուրահատուկ ովքեր որ ամուսնացած չեն, հա, սիրող ամուսին ունեն, ասենց երջանիկ, կամ ինչ որ, չգիտեմ, տարբեր բաներ։ Աստծո երազանքը քո կյանքի մեջ, նորից եմ ասում, Աստծո երազանքը դա այն ապագան է, որի մեջ Աստված ուզում է քեզ տեսնի ու այդ ճանապարհով անցկացնի դեպի քո ապագան։ Ու դու այդ ապագայի մեջ լինես։ Ով մտածեց։ Կեսը մտածեցին, ինչ լավ է։ Լավ, հիմա մտածեցիք, լավ, հիմա այդ չգցենք մի կողմ։ Քանի որ մտածել ենք, եկեք դրա վրա կանգնենք, հա, մտածել ենք։ Իմացի։ Աստված ուզում է, որ դու դրան հասնես, բայց ճանապարհ կա։ Դժվարություն կա։ Բայց դու անցնում ես այդ ճանապարհը, այդ դժվարությունը Աստծո հետ։ Գիտես, երբ որ ես նոր ապաշխարել եմ, այդ դժվարության մեջ ենք, այդ ամեն ինչի մեջ ենք, գիտես, ես չի կարողանում երազել, որտեվ երբ որ մարդը դժվարության մեջ է, երբ որ մարդը, գիտես, առաջի բանը, որ մտածում է, ինքը սա է, որ այդ դժվարությունից դուրս գա։ Առաջի բանը։ Եվ գիտես, եթե ժամանակ ինձ ասեն ինչ ես երազում, ես ասում եմ, այս վիճակից դուրս գամ, առաջի բանը, որ ուզում եմ այս վիճակից դուրս գալն է։ Բայց ես չի պատկերացնում, այսօր այն բանի մեջ, որ ես կամ իմ ընտանիքով, գիտես, ես երջանիկ եմ, բայց ես չգիտեի, ու ես համոզված եմ, որ այս այն չի, որ Աստված ամբողջությամբ ինձ համար պատրաստել է, որովհետև երբ որ ես աշխարհում էի, միգուցե ես թվային առումով ասեմ, հա, որ պարզ լինի, միգուցե ես 4 էի, հա, ասենք, եթե 10 բալանոց համակարգ լիներ, միգուցե ես 4-րդ տեղում էի ու շարունակվում էր իմ այդ աստիճանները բարձրանալ։ Բայց հենց եկա Աստծուն, ես չդառա 3, ես դառա -4։ Ու գիտես, երբ որ ես դառա -4, ես հասկացա, հետո պիտի հասկանայի, որ Աստված ասում է ամբողջությամբ ուզում եմ, որ քո հույսը ինձ վրա դնես ու մտնես իմ հետ այդ ճանապարհի մեջ։ Երբ որ իմ երեխաները փոքր էին, որ օրինակ բերեմ, որ քո համար շատ պարզ լինի, երբ որ իմ երեխաները փոքր էին, երբ որ ես իրանց ձեռքը թողում էի, մի քիչ դժվար էր, իրանք վազում էին, իմ ձեռքը բռնում էին։ Աստված ուզում է, որ իր ձեռքը չթողենք։ Աստված ուզում է, որ այդ ճանապարհը իր ձեռքը բռնած գնանք, որովհետև իր ձեռքը բռնած ինքը հաստատ մեզ կհասցնի այնտեղ, որտեղ որ ինքը ուզում է։ Ու մենք երջանիկ կլինենք, որովհետև Աստծո նպատակը, Աստծո ծրագրերը նա չի, որ մենք այնքան որ sense դժվար անցնենք, դժվար, ոնց որ այս կյանքը sense մի կերպ անցնենք, որ հասնենք, գիտես, երբ մեկը ինձ ասեց, ոչինչ, ես մեկը հավատում եմ, sense դժվարության մեջ էր բան, բայց իր խելքից, sense դժվարության մեջ էր ու ասում էր, ես գիտեմ գգա այդ օրը, որ ես կկանգնեմ Աստծո առաջ ու ինքը իմ երեսի արցունքները կմաքրի ու կասի մտի քո հոր ուրախության մեջ, խոսք էր վերցրել այդ մարդը, բայց տեղին չէր վերցրել։ Ասում եմ, այսինքն դու հիմա միջև մահանալը լացելու ես, որ այդ լացելով sense մտնելու ես երկնքի արքայություն ու այդ սաղ այդ տարիների արցունքը Տերը մաքրի ու ասի մտի քո հոր ուրախության, ասի ես տես չեմ ուզում լինի։ Որովհետև այս աշխարհ, այս երկիրը Աստված ստեղծեց իրան սիրողների համար, որ օրհնություն լինի։ Ամեն։ Դրա համար սիրելիս, Աստված ուզում է, որ մենք երազենք։ Մի քանի բան եմ ուզում ասել, այդ ճանապարհի մեջ Աստված ինչա ուզում անի։ Առաջինը, Աստված ուզում է, որ գիտես, երբ որ այդ դժվարությունները գալիս են, Աստված ուզում է, որ քեզ ճանաչես։ Աստված այդ դժվարության մեջ առաջի բանը, որ ուզում է անի, որ դու քեզ ճանաչես։ Որ sense դու միած sense կանգնես ու տեսնես։ Որովհետև գիտես, երբ որ դժվարություն գալիս է, դժվարության մեջ է փորձվում։ Հա, դժվարության մեջ է երևում ով է։ Որովհետև այստեղ մենք կարող ենք բոլորս ծափահարենք, մենք հաղթող ենք, փառաբանենք, sense հալելույա, բայց հենց դժվարությունը գալիս է, ասում է կգան քամիները, փոթորիկները եւ այն տունը, որ կառուցված է ժայռի վրա,
հաստատ կմնա։ Որտեվ Աստված առաջին այդ ճանապարհի մեջ ուզում է որ դու տեսնես, որ դու հասկանաս, ով ես դու։ Երկրորդ բանը, ինչ Աստված ուզում անի։ Ուզում է որ այդ դժվարության մեջ դու իրան ճանաչես, իր ձեռագիրը ճանաչես։ Ես քեզ օրինակ բերեմ։ Իսրայելը Եգիպտոսում էր։ Հիշում եք։ Իսրայելը Եգիպտոսում էր։ Ժողովուրդը Եգիպտոսում էր, տառապանքի մեջ։ Ու Աստված ասեց. Ես ուզում եմ ձեզ տանել այն ապագայի մեջ, որ ես ձեզ համար տեսնում եմ։ Հիշում եք։ Եկեք համադրենք։ Իսրայելի համար Աստված ուներ ծրագիր, երազանք, այդ մարդիկ ստրկության մեջ էին, տառապանքի մեջ էին, հոգսի ու հառաչանքի մեջ էին։ Ու Աստված ասեց. ես ուզում եմ, որ Իսրայելը իրան հանեմ տանեմ օրհնության երկիր։ Իսկ դու գիտեք, որ դա Իսրայելի համար անհասանելի էր։ Իսկ դու գիտեք, որ Իսրայելը իր կյանքում երբեք չէր տեսել, թե ոնց կարա իր առաջ ծով բացվի։ Հիմա դուք պատկերացրեք, Աստված ուզում է Իսրայելին հանի Եգիպտոսից ու տանի օրհնության երկիր, կաթ ու մեղր բխող երկիր։ Հիմա դուք պատկերացրեք, Իսրայելի ժողովուրդը կանգնած գցում բռնում են, ոնց գնան, ու կանգնած են, հիմա ասենց խորհուրդ են անում, դե չէ, այս կողմը ծովն է, այս ծովի ճանապարհով դե չենք կարա գնանք, որտեվ ով կարա ծովի ճանապարհով գնա, հիմա մենք ենք սենց հեշտ մտածում էին, կանգնեն ծովի առաջ, ծովը բացվի, մենք ենք սենց, այնքան ենք լսել, արդեն մեր համար այդ ծով բացվել է հասարակ բան է, ու մտածեին ինչ ճանապարհներ գտնեն, քարտեզը դնեին այդ ժամանակվա ու մտածեին ինչ ճանապարհով հասնեն օրհնության երկիր։ Ոչ։ Գիտես, Աստված անհնարին բաները հնարավոր դարձրեց։ Միգուցե այսօր քո առաջ կարմիր ծով կա, ու Աստված ուզում է քո երազանքի հասնելու համար այդ ծովը բացի քո համար։ Քո ընտանիքի, քո կյանքի համար, քո երազանքի իրականացման համար Աստված ուզում է այդ ծովը բացի։ Դա փոխաբերական իմաստով եմ ասում։ Ու գիտես, երբ որ դու կարդում ես Աստվածաշունչը, դու տեսնում ես, որ այդ ճանապարհին, այդ անապատի ճանապարհ, որ տարավ Աստված 40 տարի, իրանք տրտնջացին, մոռացան են երազանքը, են կաթ ու մեղրը, մոռացան այդ բխող երկիրը։ Ու ճանապարհի կեսից հանձնվեցին։ Բայց մենք կարող ենք ասել, որ այդ ճանապարհի մեջ իրանք սկսեցին Աստծուն ճանաչել։ Երբ ենք Աստծուն մենք ճանաչում սիրելիս։ Մեր կյանքի մեջ։ Այո, մենք կարող ենք ասել, այո, Աստվածաշունչ կարդանք, մենք կարող ենք Աստծուն ճանաչել, բայց երբ Աստված ռեալ դառնում քո կյանքի մեջ։ Գիտես երբ, այդ ճանապարհի մեջ, երբ որ այդ ճանապարհի մեջ Աստված սկսում է հրաշքներ անել քո համար։ Ու դու սկսում ես վկայել, ասում ես ես գնում եմ դեպի իմ երազանքը։ Ու Աստված այդ ընթացքում իմ կյանքում հրաշքներ է անում։ Որովհետև եթե Աստված տանում է քեզ, ուրեմն շատ հրաշքներ է պատրաստել քո համար։ Եթե դու հիմա ինձ կանգնես ու ասես, որ երազանքներիս մեջ այսին պետքա լուծվի, այսի պետքա լուծվի, այս մյուսը պետքա լուծվի, ես կասեմ, որ դրան քայլ առ քայլ Աստված հրաշքի կվերածի քո կյանքի մեջ։ Ու Աստված էլ է ուզում, ասում է բռնի իմ ձեռքը, արի այս ճանապարհով, ես հրաշք անեմ քո համար։ Որովհետև եթե ես ոչինչ չանեմ, ոչինչ էլ չի լինի իմ կյանքում։ Խնդրում եմ, եկեք չխաբվենք սիրելիս։ Եկեք անգործությունը չվերածենք Աստծուն հնազանդ սպասելուն։ Կարողացա՞վ նախադասությունը ճիշտ ձևակերպել։ Իմ անգործությունը, այսինքն ես ոչինչ չանեմ ու ասեմ, որ ես սպասում եմ Աստծո հրաշքին։ Այդպես չի։ Ուրեմն երկրորդ բանը, սիրելիս, որ Աստված ուզում է անի քո կյանքի մեջ, սա է, որ Աստված ուզում է իրան քեզ ճանաչել տա։ Գիտես, իմ կյանքում անցել է 20 տարի, ես հիմա կարող եմ Աստծուն ասել ինչպես եմ ես իրան ճանաչում։ Ոչ թե միայն իր կենթանի խոսքով,
այլ նաև, որ ես տեսել եմ Աստծո ձեռագիրը, ու մեզանից շատերը տեսել են Աստծո ձեռագիր իրենց կյանքի մեջ, թե Աստված ինչ արե։ Մի անգամից հիշեցի, շատ արագ կպատմեմ, մեր երեխան փոքր ժամանակ դեռ չէր խոսում, ովքեր որ գիտեն, տղաները գիտեն, գնդակի ասեղ կուլ տվեց, ու գիտես, գնդակի ասեղը այսքան, երեք կինս այդ գնդակի ասեղը գտել էր, ցույց տվեց, պահել ենք այդ գնդակի ասեղը, որտեվ դա հրաշք էր մեր կյանքի համար, գիտես մեր կյանքի երազանքի, մենք երազանք ունենք, մեր ընտանիքը ծրագիր, ու հանկարծ մի հատ բան տեղի ունեցավ, որ չենք ծրագրել, չենք պլանավորել, չենք սպասում, ու եկավ մեր կյանք։ Ինչ ես կարծում, Հիսուսը ծրագրել էր, որ իր աշակերտները իրան դավաճանելու են։ Բաներ կար, որ ծրագրել էր, որ այդպես է լինելու։ Բայց ինքը նայում էր այնտեղ, որտեղ այն ապագային, որ ուզում էր տեսներ, մտներ այդ ապագայի մեջ։ Եվ գիտես մեր երեխան ասեղը կուլ տվեց, ես շատ կարճ եմ ուզում պատմեմ։ Գիտես մեր կյանքը խառնվեց իրար, մենք ծառայության մեջ էինք, օրհնված էինք, ծառայում էինք Աստծուն, չենք ծրագրել, որ այդ գնդակի ասեղը մեր երեխան կուլ կտա։ Ու գիտես երեխուն մի անգամից տեղափոխեցինք հիվանդանոց, նախ չէր խոսում, որ հասկանայինք կուլատվե թե չէ, ամբողջ տունը մանեկանք, տեսանք չենք գտնում գնդակի ասեղը, ու հետո հասկացանք, որ չէ, ճիշտ է ասում, կուլատվե։ Տարանք հիվանդանոց, ռենգեն, ու մեկը գիտես այդ ռենգենի այդ նկարը, ես աղոթում եմ, որ դա հերքվի, մեկը այդ նկարը, այդ ռենգենի նկարը ինձ ցույց են տալի այդ գնդակի ասեղը փորի մեջ։ Իսկ ինքը դեռ չի խոսում, դուք պատկերացրեք ինչքան է ինքը։ Ու գիտես, ու բժիշկը ինձ ասում է, գիտես ինքը փոքր է, պետք է աղիքները կտրենք, օպերացիա անենք, այդ հանենք, մի հատ բան կա, բայց 99% հնարավոր չի։ Ովքեր որ բժիշկներ են, մասնագետներ, իրանք կարող են ասել, որ մի հատ աղիք կա, որ այսենց է, որ մնացածը ավելի սենց ինչ որ, չգիտեմ, բարդ է, այդտեղ չի անցնի այդ աղիքը, ու այդ աղիքը անցնելուց անպայման կծակի, ու ասում է պետք է մնա մեզ մոտ, որ արյան հետ կտեսնենք միանգամից օպերացիոնին պատրաստ, ամեն ինչը պատրաստել են, որ երեխուն օպերացիա անեն։ Ու գիտես ես աղոթում էի։ Ու գիտես դուրս եկավ։ Դուր հանգիստ երեխան ոչ զգաց, ոչ մենք էլ ցենց ու գիտես թեթենի կինոնով է տեսել, այդ օրն էինք ընկել։ Ու պատկերացնում ես մեր կյանքի այդ փուլի մեջ, ընթացքի մեջ մենք ճանաչեցինք Տիրոջը, էլի ճանաչեցինք ու ճանաչում ենք Աստծուն։ Ամեն ժամանակ, որտեվ այդ ընթացքի մեջ դու ճանաչելով առաջ ես գնում, դու քայլում ես Տիրոջ հետ, դու իրան ճանաչում ես, բացահայտում ես, օրհնում ես, ուրախանում ես ու էլի առաջ ես գնում։ Ձեզ հետաքրքիր մի բան ասեմ։ Դու գիտեք, որ բոլոր այն օրհնությունները, տեխնիկական, որ մենք ունենք, այս երկրի վրա, բոլոր օրհնությունները, ինչ որ մեկի երազանքն է եղել։ Օրինակ բերեմ։ Ով գիտի Էդիսոնին։ Գիտես, երբ որ իր կյանքի պատմությունը դու կարդում ես, բոլոր գիտնականները ասում էին, որ քո մոտ չի ստացվի։ Էդիսոնը լամպը հայտնագործողն է, ով որ լամպն է հայտնաբերել։ Ու պատկերացնում եք մենք այսօր բոլորս օրհնված ենք այդ մարդու հայտնագործությունից, բայց դա իր երազանքն էր։ Միգուցե Աստծուց ինքը ծնվել էր, Աստծուց կոչում ուներ, որ այդ հայտնագործությունը այս երկրի վրա պետք է ունի։ Ու պատկերացնում եք, երբ որ իրան հարցրել են, ինքը ասել է, ես ունեմ 10,000 պատճառ, թե ինչի լույսը չի վառվում։ Գիտես, դու կարող ես բացել կարդալ իր կյանքի պատմությունը։ Գիտնականները բոլորն ասում էին, լսի, հնարավոր չի, չես կարող։ Բայց ինքը ուներ երազանք։ Ու Աստված այդ երազանքը իրականացրեց իր կյանքում։ Պատկերացնում եք 1000 պատճառ չէ, 5000 10,000 անգամ փորձի ու չստացվի։ Պատկերացնում եք ամեն մի փորձ ինչքան ժամանակ է տևում, ինչա տեղի ունենում, 10,000 անգամ։ Ես ասում եմ, լսի, Տիրոջից այդ ինչ հոգի կար այդ մարդու վրա։
Գիտես գիտեք ինչի նման է, որ Աստված քեզ երազանք է տվել, դու ունես այդ երազանքը, առաջինը չի ստացվում, երկրորդը չի ստացվում, երրորդը չի ստացվում ու դու հիասթափվում ես։ Ու այստեղ գալիս է պարտություն։ Հիշում եք որ ասում էի կա մեկը որ կարա կանգնացնի, դու ես, որ կարաս կանգնացնես այդ երազանքը չիրականանա։ Իսկ այսօր ես եկել եմ քեզ թևեր տալու, եկել եմ քեզ քաջալերելու, որ դու վերցնես, եթե կորցրել ես այդ երազանքը, դու վերցնես, որովհետև Աստված չի մոռացել։ Երկուսը հավատացին։ Մեր երկու եղբայրները հավատացին։ Լսի, Աստված չի մոռացել քո երազանքը։ Աստված քո երազանքը չի մոռացել։ Այսօր ես հավատում եմ Աստծուց խոսք եմ քեզ փոխանցում, ոնց որ Աստված ինձ տված լինի, ու այդ նամակ այսօր բերել եմ, բացել եմ, կարդում եմ քո համար։ Որ Աստված չի մոռացել քո երազանքը։ Աստված քեզ տանում, ուզում է տանի, մի կանգնի, սկսի շարժվել, առաջ գնալ։ Դու այսօր կարող ես փոխել քո ապագան։ Գիտես աշխարհում կար մեկը, ով իր ապագան փոխեց, իմ համար դա շատ ծիծաղալու է։ Աշխարհում կար մեկը, ով ստեղծագործեց դինամիտը, հայտնաբերեց դինամիտը։ Եվ գիտես, բոլորը այդ մարդուն ճանաչում էին որպես մահ վաճառող։ Ու այդ մարդը շատ վատ համբավ ուներ մարդկանց շրջանակում։ Ու այդ մարդուն բոլորն ասում էին, որ մահ վաճառողը եկավ, որովհետև այդ դինամիտով վնաս, երբ որ վաճառում էր, այդ բացասական վատ բաների համար էին օգտագործում։ Ու գիտես մի օր վերցնում է թերթ այդ մարդը, հիմա ես քեզ 90 ձեզանից 90% այդ մարդուն լսել այդ մարդու մասին։ Հիմա կասեք ով է այդ մարդը։ Հիմա եթե դու իմանաս ում մասին եմ խոսում, դու կզարմանաս, որովհետև դու այդ մարդուն այլ կերպ ես ճանաչում։ Այդ մարդու մասին այլ կերպ ես լսել։ Ու գիտես, մի օր թերթ է կարդում առավոտյան ու ասում է, գրված է, մահ վաճառողը մահացել է։ Դու մի ասա իր հարազատ եղբայրը մահանում է, եւ լրագրողները շփոթում են, մտածում են ինքն է մահացել։ Ու գրում են մահ վաճառողը մահացել է։ Եվ գիտես, ու կարդում է իր անունը, եւ ասում ինքը որոշում է կայացնում, ասում է ես այսօրվանից իմ կյանքը կփոխեմ։ Ես չեմ ծնվել, որ իմ վատ անուն համբավ թողեմ։ Ես կփոխեմ իմ պատմությունը։ Դարեր շարունակ մարդիկ ինձ կհիշեն որպես ոչ թե մահ վաճառող, այլ որ մարդ ով օրհնություն է դարել։ Գիտեք ով էր այդ մարդը։ Ալֆրեդ Նոբելը, այո։ Որ հիմա Նոբելյան մրցանակներ են բաշխում ամեն տարի։ Ու այդ մարդուն բոլորը ճանաչում են, մեկը որ բարեր արա, որ մեծ մրցանակներ է սահմանել հայտնագործություն արած մարդկանց համար, ովքեր որ հայտնագործություն են արել։ Գիտես դու կարող ես այսօր փոխել քո ապագան։ Եկեք վերադառնանք Աստվածաշնչին։ Խնդրում եմ, նայեք Հովսեփի կյանքը։ Աստծուց երազանք եկավ։ Երազ տեսավ։ Ու գիտես ինչ եղավ։ Վերցրեցին եղբայրները, գցեցին գուբը, գուբից վաճառեցին։ Ու այսպես վատից ավելի վատ այնտենց եղել է, որ դու ուզում ես լավ լինի վատ եղել, հետո ավելի վատ եղել, հետո ավելի վատ եղել ու հիասթափվել ես։ Պատկերացրեք ամենավատը, որ պետապրեսի տանից գնաց բանտ։ Այդ ամենավատն էր, ամենաներքևն էր, որ Հովսեփը հայտնվեց։ Ու պատկերացրա տեղ հիասթափվել ինքը։ Համաձայնես, որ ինքը այդ երազանքը պինդ բռնել էր։ Դու կասես, բատեղ չէր կարա ինքը գործողություն աներ, քայլեր աներ, ուներ իր սրտի մեջ, որը որ դու չես կարա փոխես, պահի քո սրտի մեջ, աղոթի դրա համար։ Հասկանում ես ինչի մասն եմ։ Այն ամեն ինչը որ դու կարաս ինքդ անես, քայլեր որ դու պիտի անես դեպի քո երազանք, արա քո քայլերը, բայց այն ամենը որ դու չես կարող փոխել, դրա համար աղոթի ու թույլ տուր, որ Տերը փոխի։ Եվ գիտես Հովսեփը այդպես էր։ Ու դարձավ Եգիպտոսում երկրորդ մարդը։ Ու Տերը օրհնեց իրան, որովհետև ինքը իր երազանքը պինդ բռնել էր։ Ասեք, որ երազանքը կատարվեց Հովսեփի։
ասեք, որ Տերը արեց դա իր կյանքում։ Բայց նաև կարող ենք ասել, որ կար բաներ, որ իրանից էլ էր կախված, որ ինքը կարար այնպես աներ, որ այդ երազանքը չիրականանար։ Այնտեղ կար գայթակղություն, այնտեղ կար դավաճանություն, այնտեղ կար շատ բաներ, որ Հովսեփը կարող էր չանել։ Բայց Հովսեփը հավատարիմ մնաց։ Մինչև վերջ բռնեց, Տերն էլ Հովսեփին օրհնեց։ Իսկ հիմա կասեմ, որ այստեղ մեզ նստած բոլորը Հովսեփից ավելի լավ վիճակում են։ Համաձայն ես։ Այդպես է թե չկա մարդ, որ Հովսեփից վատ վիճակում է, չկա։ Մենք չենք կարող նույնիսկ մեզ համեմատել, մենք ավելի լավ դիրքում ենք, մենք ավելի լավ պոտենցիալ ունենք այդ երազանքը իրականանալու, քան Հովսեփը ուներ։ Ամեն։ Եվ երրորդը, ուրեմն առաջինը դժվարության մեջ դու քեզ ես ճանաչում։ Ճանաչում ես, հասկանում ես։ Երկրորդը դու ճանաչում ես Տիրոջը։ Բայց կա մի հատ երրորդ։ Գիտես որն այդ երրորդը։ Որ սատանան, երբ որ քո երազանքը իրականանում է, սատանան հուր հավիդյան, տենց հայերեն բառ ունենք։ Ինքը լռում է։ Իր բերանը փակվում է, ինքը էլ չի կարում խոսա։ Ինքը էլ չի կարում խափի, ինքը էլ չի կարողանում վախ բերի, ինքը էլ չի կարողանում սարսափ բերի քո կյանքի մեջ։ Սատանան լռում է հավիտյան, որովհետև երբ որ Տերն է խոսում, ոչ ոք չի կարող խոսա, երբ որ Տերն է անում, ոչ ոք չի կարող փակել։ Ու սատանան պարտվում է քո կյանքում, երբ որ քո երազանքը իրականանում է, որովհետև այն Տիրոջ հետ է, Տիրոջով է, Տիրոջմով քո երազանքը իրականանում է, ու սատանայի կյանքում գալիս է պարտություն։ Ահա ինչ է ուզում Տերը անի սիրելիս։ Այսօր մենք իրար հետ միասին աղոթք ենք անելու։ Աղոթելու ենք մեր երազանքների համար։ Չգիտեմ մոռացված, ես չգիտեմ ինչ անուն կդնես։ Մոռացված, հիասթափված, կամ սպասված, ես չգիտեմ, բայց դու գիտես։ Իսկ այսօր Աստված այն սկզբից բոլորս ձեռ բարձրացրեցինք, չէ՞ եկել ենք Աստծուց խոսք ստանալու։ Ահա քեզ խոսք Աստծուց քո կյանքի համար։ Որտեվ Տերն ուզում է այն երազանքները, որ դրել է քո սրտի մեջ, որի համար քո սիրտը թրթռացել է, ուրախացել ես, հավատացել ես, միգուցե դրա համար զոհեր ես արել, միգուցե դրա համար ամեն բան արել ես, բայց դեռ չի իրականացել։ Տերը արթնացնում է այսօր։ Եվ Աստված ուզում է, որ այդ երազանքը քո կյանքում իրականանա։ Ամեն։ Խնդրում եմ կարելի է նվագել, ուղղակի նվագեք, ես շուտով կվերջացնեմ։ Մի մարդու մասին եմ ուզում քեզ պատմել։ Այս մարդը ապրել է 18-րդ դարում։ Եվ գիտես 10 տարեկան է եղել, երբ որ ծնողները մահացել են։ Եվ այս մարդը Աստծուն շատ սիրում էր, ինքը մնաց ավագ եղբոր խնամատարության տակ։ 10 տարեկան ծնողներին կորցնում է, բայց Աստծուց երազանք ուներ։ Աստծուն շատ սիրում էր ու ծառայում էր եկեղեցուն։ Եկեղեցու երգչախմբում էր, նվագում էր, ստեղծագործում էր։ Եվ գիտես, հետո անցնում է տարիներ, ամուսնանում է։ Ամուսնանալուց հետո երեխաներից 3-ը մահանում են։ Հետո 2-ն են մահանում։ Հետո կինն է մահանում։ Դժվարություններով անցնում այս մարդը, բայց Աստծուն սիրում է ու Աստծու համար ստեղծագործում է, աղոթում է Աստծուն ու երազանքներ է ունենում Աստծու համար։ Հետո երկրորդ ամուսնությունից էլի երեխաներն են մահանում։ Ու այս մարդը մի ստեղծագործում էր Աստծու համար։ Եվ գիտես, իր ստեղծագործությունների սկիզբը մի սկսվում էր, Տեր օգնիր ինձ։ Եվ ստեղծագործությունների ավարտը միշտ ավարտվում էր, Տեր ողջ փառքը քեզ։
Իր բոլոր ստեղծագործությունները կարծես աղոթք էր Աստծուն։ Այս մարդը շատ դժվար կյանքով էր անցնում ու բայց երազանք ուներ, որ երկրի վրա հետք թողեր, մարդկության համար օրհնություն լիներ։ Կյանքի վերջի տարիներին այս մարդը կուրանում է, բայց նորից ստեղծագործում է։ Այս մարդը պատմության մեջ, այս մարդու անունը պատմության մեջ գրվեց Յոհան Սեբաստիան Բախ, ով մեծ ստեղծագործություններ է թողել ու մինչև հիմա դարեր շարունակ մարդիկ օրհնվում են իր ստեղծագործություններով։ Ու ինքը ուղղակի Աստծուն աղոթում էր, Աստծու համար ստեղծագործում էր, մարդկությանը ժառանգություն էր թողում։ Եվ գիտես մահվան վերջին օրերին, երբ որ արդեն կույր է լինում, Աստծուն մի ստեղծագործություն է, Աստծու համար մի ստեղծագործություն է գրում վերնագրելով այսպես. Քո գահի առջև Տերին։ Եվ գիտես ամեն անգամ բոլոր նրանք, ովքեր որ երբևիցե լսել են Բախի ստեղծագործությունները, միգուցե դու չես պատկերացրել, բայց այդ ստեղծագործությունը ես մտածում էի մենք դնենք, լսենք, բայց ուղղակի չարեցի։ Հաստատ դու լսած կլինես։ Եվ գիտես, երբ որ Բախ լսում ես, այս ստեղծագործությունը ամենաբարձր տեղում է։ Երբ որ արդեն կույր էր այս ստեղծագործությունը, ստեղծեց այս գլուխգործոցը։ Մահվան վերջին օրերին, գիտես պատմությունը ասում է, որ կինը մի վարդ է դնում ձեռքերի մեջ եւ շրջվում եւ կնոջը ասում է. գիտես, այնտեղ որ ես գնում եմ, շատ ավելի գեղեցիկ ծաղիկներ կան։ Եվ այնտեղ այնպիսի մի երաժշտություն կա, որ պատկերացում անգամ մենք ոչ ոքս չունենք։ Ես գնում եմ Տիրոջ մոտ։ Եվ գիտես մարդ, ով ունեցավ շատ դժվարություններ, բայց թողեց մի մեծ ժառանգություն մարդկության համար։ Իսկ ես այսօր ինչ եմ թողում, ինչ եմ ուզում, այո մենք խոսում ենք սիրելիներս երազանքներից, բայց վերջում ուզում եմ քեզ ասել, որ քո երազանքը կարա շատերի համար օրհնություն լինի, քո երազանքը կարա սերունդների համար օրհնություն լինի, այո, ես խոսում եի ֆիզիկական, նյութական, շոշափելի բաների մասին, բայց նույնպես դու կարող ես երազել եկեղեցի, ծառայություն, փրկված մարդիկ, փրկված քաղաքներ, սա նույնպես երազանք Աստծուց ու Տերը կիրականացնի անպայման, որովհետև բոլոր երազանքները, որը որ Աստծուց գալիս է քո կյանքի մեջ, Տերը դրա հետևում կանգնած է եւ Տերն ուզում է քո հետ միասին ոչ թե այդ երազանքը առանց քեզ քո կյանքում իրականացնի։ Տերն ուզում է այդ երազանքը քո հետ միասին քո կյանքում իրականացնի։ Դրա համար սիրելիս, հիմա մենք իրար հետ միասին աղոթելու ենք հենց այդ երազանքի համար։ Եթե չկա այդ երազանքը, դու ուղղակի աղոթես ու ասես Տեր, տուր ինձ երազանք։ Եթե կա այդ երազանքը, դու ասես Տեր, ես հիմա քո առաջ եմ բերում, ես հիշում եմ այդ երազանքը, որ իմ կյանքի մեջ եղել է, ես կանգնում եմ եւ դու էլ իրականացրա Տեր։ Եկեք ոտքի կանգնենք։ Առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 9-րդ խոսք, վերջի տեղն եմ կարդում։ Այլ ինչպես գրված է, ինչ որ աշկ չտեսավ, ականջ չլսեց, եւ մարդու սիրտը չընկավ, Տերը պատրաստեց իրեն սիրողների համար։ Այն ինչ որ աշկ չտեսավ, ականջ չլսեց եւ սիրտը չընկավ, Տերը պատրաստեց իրեն սիրողների համար։ Սիրելիս, այսօր վերցրա քո երազանքը, վերցրա հոգու մեջ ու գնա դեպի այդ երազանքը ու Տերը կիրականացնի քո հետ միասին։ Եկեք աղոթենք։
Փառաբանության խումբը կարող է բարձրանալ։ Ամենակարող արքա մենք քեզ փառք ենք տալիս։ Շնորհակալ ենք Տեր բոլոր այն երազանքների համար, որ դու պատրաստել ես մեզ համար։ Տեր, մենք այսօր կանգնած քո առաջ աղոթում ենք։ Մենք վեր ենք հիշում Տեր այն երազանքները, որ քեզանից եկել է մեր կյանքի մեջ։ Տեր, դու ես այդ երազանքները դրել մեր սրտի մեջ, միգուցե դա մեզ համար անհնարին, անհասանելի է։ Մեր կարողությունից ու մեր մտքից վեր է, Տեր, բայց դու պատրաստել ես մեզ համար երազանքներ։ Ու մենք հիմա, Տեր, քո առաջ բերում ենք այդ երազանքներն ու աղոթում ենք, ասում ենք, Տեր, այո եւ ամեն քեզ։ Մենք համաձայն ենք, Տեր, անցնելու այդ ճանապարհը քեզ հետ։ Մենք համաձայն ենք, Տեր, անցնելու այդ դժվար ճանապարհը քեզ հետ միասին։ Դու էլ քո գործ արա մեր կյանքերի մեջ։ Դու էլ մեզ հասցրա այդ երազանքների իրականացմանը։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու մեզ համար ունես ծրագրեր ու նպատակներ, երազանքներ ու մեր սիրտը ուրախացնելու համար, Տեր, օրհնում ենք քեզ, փառաբանում ու երկրպագում ենք քեզ, մեծարում ենք քեզ ու ասում ենք շնորհակալ ենք, Տեր, որ դու չես մոռանում, նույնիսկ երբ որ մենք մոռանում ենք, Տեր, դու չես մոռանում, այն խոստացածը, որ դու խոստացել ես մեզ մեր կյանքի համար։ Մենք սիրում ենք քեզ, մենք պաշտում ու պատվում ենք քեզ ամենակարող արքա եւ ասում ենք շնորհակալ ենք, Տեր, շնորհակալ ենք, Տեր, որտեղ մենք հավատում ու վստահում ենք, որ դու անցկացնելով մեզ այդ ճանապարհով դու կհասցնես մեզ մեր երազանքներին։ Հիսուսի զորավոր ու փառավոր անունով օրհնում ենք քո սուրբ անունը։ Հալելույա։ Ամեն, ամեն։ Փառք Աստծուն, սիրելիներս։